Խաղաղություն Աստծո ժողովուրդ։ Ողջույն ձեզ։ Աստված շատ օրհնի բոլորիդ։ Նորից հարց են ուղղել, պատասխանենք, քննենք, տեսնենք։ Արկադի եղբայր եւ Մելանիա քույրիկ, մի հարց ունեմ։ Մեր եկեղեցում մի եղբայր անդադ ասում է. Աստված ինձ ասեց, Աստված խոսում է իմ հետ, կամ Աստված ինձ ցույց տվեց եւ այլն։ Հիմա Աստված իր հետ միշտ խոսում է։ Իմ հետ ոչ մի անգամ դեռ չի խոսել։ Շնորհակալություն։ Տերը օրհնի հարց տվողին, լսողներին, բոլորին։ Այո, Աստված խոսում է, բոլորի հետ էլ խոսում է, սիրելի հարց տվող, ձեր հետ էլ Աստված խոսում։ Ձեր հետ էլ է խոսում, բայց ոչ մարդկային ձայնով, ոչ բարձր ձայնով, ոչ որպես մարդ։ Աստված հոգի է, Աստված սեր է, արդարություն է, բարություն է։ Եթե Աստված արդարությունը, սերը, բարությունը քո միջից խոսում է, ուրեմն Աստված է խոսում ինքը։ Այդ եղբայրը, որ ասում Աստված ինձի ասեց, եթե ինքն ասում է, որ Աստված ինձի ձայնով ասեց, ոնց որ դու ասեցիր, ինքն էլ ինձի տենց ասեց, ինքը ասեմ, որ ճիշտ չի ասում։ Բայց որ ասում է, Աստված ասեց գնա այն մարդուն քարոզի կամ գնա այս բարի բանն արա նրան, այդ ես հավատում եմ, որ Աստված ասել, բայց հոգիով։ Հիմի տեսեք, կարող է ինքը հոգիով ստացել է Աստվածանից, որ Աստված իրան ասեց, այս եղբայրը նեղության մեջ է, գնա օգնի իրան։ Օրինակի համար կամ այս եղբայրը ներա։ Եթե դա իր հոգիով ասել է, ինքը զանազանում ասու ձայնը լսել է, այդ խոսքը իր ներսից կամ Աստվածաշնչի իմաստությունից գիտի, որ պետք է ներես եղբայրը։ Ուղղակի ինքը ճոխացնում է, թե բարձր ձայնով ասեց, ոչ, ներսից է գալի այդ ձայնը։ Մեր հասկացողությունը, եթե չարը բարիից զանազանում է, ամեն բարին Աստվածանից է, ամեն չարը սատանայից է։ Եթե սիրելի հարց տվող, ձեր հետ էլ Աստված խոսում, եթե դու բարի բան ես անում, եթե դու այդում ես, որ քո հարսին կամ քո կիսուրին կամ քո ամուսնուն կամ քո կնոջը, ես չգիտեմ, ուզում ես կոպիտ պատասխանես իր կոպիտության փոխարեն, դու պետք է զանազանես, դա Աստվածանից է, թե չէ։ Աստվածը ասում, թե չէ։ Հասկանում ես, չարը բարիից եթե զանազանում ես, բարին Աստվածանից է։ Կարող Աստված քեզ ասի լուր մնա, մի խոսա։ Սա Աստվածանից է, ընդունա Աստվածանից։ Խի, ոնց ընդունեմ, Աստված բարձր ձայնով չխոսած։ Իմ միտքը եկավ ուղղակի որ մի լուր մնամ։ Հենց այդ քո միտ տվողը Աստված է, որտեղ բարի բան կա դրա մեջ։ Լուր մնաս կռիվ չի լինի, դա բամփասանք չանես, խաղաղություն կտիրի կլինի։ Աստված սենց է խոսում մարդկանց հետ, սիրելիներ։ Տեսեք, Մատթեոս 10:19-20 խոսքը կարդամ։ Բայց երբ որ մատնեն ձեզ, հոգս մի անեք, թե ինչպես կամ ինչ պիտի խոսեք, որտեղ նույն ժամումը կտրվի ձեզ ինչ որ պիտի խոսեք, որովհետև չէ թե դուք եք խոսողները, բայց ձեր հոր հոգին, որ ձեզանում խոսում է։ Հոր հոգի։ Աստված հոգի է, մի քիչ առաջ ասեցի, չէ՞, խոսքերը հոգի են։ Մեր հոր խոսքերը հոգին, այսինքն արդարության, ճշմարտության, սիրո խոսքը պետք է խոսի քո միջից։ Դու մի մտածի հեկուց այդ սրան հետ ոնց խոսամ, ինչ ասեմ, որտեղ ինչ է գրված, չէ, արդարությունը, այդ պահին, եթե դու արդար բան խոսած, Տիրոջ հոգին է խոսում։ Եթե դու ներողամտության հոգիով եթաս, եթե սիրո հոգիով եթաս, այդ սերը կխոսա, հոր հոգին է, որ քո մեջ է ու ինքը կխոսա։ Սենց է խոսում Աստված մարդկանց հետ։ Ոչ թե ձայնով, բարձր, բերանով, եթե ձայնով բարձր ամենքի հետ խոսա, տեսեք ուր կետա կլինի։ Կարող է մարդկա, Մելանիա, ես լսել եմ, որ մարդկա ինքան է ներշնչում իրան, որ դաժե աշկի առաջը հրեշտակա տենեմ, Աստվածա տենեմ։ Մի օր մի հատ քույրիկ ասեց պաշտամունքի ժամանակ, տեսա Սաղասին եղբայրների ասին, ինչ տեսար, Հիսուսին տեսա։ Եկա որդնեց մեզի, ասեց օրհնում եմ ես ձեզ եկեղեցին, մի խոսքով, պատմեց սաղս ուրախացանք բան, հետո ես քույրիկին ասի, քույրիկ, Հիսուսի ինչ ձևի է, ես նոր էի հավատքի մեջ, նոր քայլեր էի անում։ Ասի ինչ ձևի է, բա մազերը սենց երկար, թրաշով, կապուտ աշկերով, երիտասարդ տղա է։ Ես հասկացա, որ ինքը կինոյի միջի դերասանին է նկարագրել։ Հիսուսը եթե տես մարմնով գար, խոսար, բարձրաձայն կամ չգիտեմ, արդարությունն է, նորից եմ կրկնում, ամեն արդարություն Աստվածանից է, ամեն բարիտուրք Աստվածանից է։ Դու չարը բարի զանազանա քո մեջ։ Բարին Աստվածանից է, չարը սատանայից է։ Իսկ այդ տեսիքների մասին նորից եմ ասում, այն խմող մարդիկ կան, չէ, որ գալիցինացիայի մեջ են ընկնում։
Յաշների սատանա է երևում, դևա երևում, վազն փախտում իրանց արից գցում են, իրանց չարության շնորհիվ։ Այնքան են խմում, այնքան են ատում մարդկանց, այնքան են իրանց ատում, թե ուր Աստված, եթե կար ես խիեմ սենց հարբեցող հնգած եւ այլ, այնքան չարությունով լսում, աշկին չարեր են երևում։ Սա տեսիլք է, բայց երևակայության տեսիլք է։ Իսկ իմաստուն մարդը, Աստվածաճանաչ մարդը, արդարությունը ճանաչող մարդը, ասուն իր մեջ է տենում։ Արդարությունը իր մեջ է տենում։ Մեկը մի բան արես, դու քննում ես, բարի արես, թե չար, արդար արես, թե չար արես։ Կինոյի ենք նայում մենք փոքր ժամանակ տելևիզորով վրեժ խնդիր էին ելնում, հիմնականում հնդկական կինոների մեջ են շատ վրեժ ընտրությունները։ Ու խոսում ենք վրեժը լուծեց, ու սենց արեց։ Այդ սեն մենք ցանում ենք մեր մեջ։ Մենք տեսնելով որ արդար է վրեժ լուծելը։ Հասկանում եք, արդար է, բայց այդ արդարությունը գնում էր մարմնի կողմից, սպանելով մարդկանց, նեղություն պատճառելով մարդկանց։ Բայց աստվածային արդարությունը նորից եմ ասում, քո կյանքը դու պետքա զոհես դիմացինիդ համար։ Սա է արդարությունը։ Իսկ եթե քո կյանքը զոհեցի դիմացինի համար, դա Աստված ասեց, որ արա։ Քեզի նեղություն տալի, տանջվում, լուր մնեմ, չես պատասխանում դրան։ Որտեղ արդարությունն է դա։ Հիսուսը չէր կարա երկնքից խնդրել 12 գունդ հրեշտակներ իշտեին ու բանանեին։ Պետրոսը որ ասեց արի խնդրենք 12 գունդ հրեշտակներ թող իշտեն, վառեն սրանց։ Հիսուսը հայց ինչ հոգու տեր է, չեք ճանաչում չարն ու բարի։ Ես եկել եմ փրկելու համար դուք ասում եք կործանեք սրանց, որովհետև իրանք չեն ճանաչում ասում, չեն ընդունում։ Փրկելու համար եմ ես եկել, տեսեք, Հիսուսը ասու խոսքը 7 բովված խոսք է։ Ինքը ճիշտ ու կոնկրետ վարվում էր աշխարհի վրա, ինչի համար, որովհետև ճանաչում էր հորը, որովհետև հերը ինչ խոսում էր, ինքը լսում էր, էդ էր ասում։ Իսկ հերը սերն է, սերը ինչ ասում է, էդ էր ասում։ Դու քո երեխուն շատ սիրում ես։ Ո՞վ է քեզ ասում, որ երեխեդ մրսումա պետք է հագցնես։ Մատը փուշամտնում խառնվում ենք իրար, ով է ասում էդի, մեզի որ պետք է խառնվենք իրար։ Երեխու սերը մեր մեջ, ինքնաստիպը մեզ անհանգստացնում, թելադրում, որ արա, պետք է անես։ Այսինքն է սերը, եթե մենք աստվածային ունենանք մեր մեջ ամեն բան կանի Աստված, կխոսա Աստված, կգործի Աստված։ Այո, այդ եղբայրը ճիշտ ասես, իրելի քույրիկ, որ Աստված խոսում է, իր այդ Աստված ասում է։ Եթե դու տենում ես այդ եղբայրը ճիշտ բան անում, ուրեմն Աստված ասի իրան ճիշտն արա։ Եթե դու նույնիսկ դու, որ ասում ես իմ հետ ոչ մի անգամ չի խոսացել, ոչ, ձեր հետ շատ անգամ է խոսացել։ Դու արդար բան չես արել, որ կարա իր չար անել, բայց չես արել, լռել ես։ Եղել է քո մոտ, դա Աստված է արել, Աստված է խոսացել, Աստված է ցույց տվել քեզ։ Հովհաննես 3-րդ գլուխ 31-32 խոսքերը կարդանք։ Վերևից եկողը ամենից վեր է, երկրիցը լինողը երկրիցն է, եւ երկրիցն է խոսում։ Երկնքից եկողը ամենից վեր է, ինչ որ տեսավ եւ լսեց, նա վկայում է, եւ նրա վկայությունը ոչով չի ընդունում։ Վերևից եկողը ճիշտ է, ով երկրից է խոսում։ Երկիր հասկացողությունը ըստ Աստվածաշնչի գիր, մարմին, տեսանելի երևույթ հասկացողությունն է։ Ով գրի մեջ է, գրով է նայում, այդ գրով է տեսնեմ ասում։ Երկրից է որտեղ ինքը։ Իսկ երկնքից ելնողը երկնքից է խոսքում, երկինքը սերն է, սերը երկնքում է բնակվում։ Երկինքը սիրո մեջ է բնակվում, ըստ հոգևոր խորհրդի, ըստ Աստվածաշնչյան խոսքի սիրելի հարցնող։ Դրա համար ասում է, երկրից լինողը չի ընդունում երկնքից խոսողին, չի կարեմ ընդունի։ Խոսալը հասկանում եք, եթե ես չար եմ, եթե ես ատում եմ մի մարդուն, դա երկրավոր է, դա դիվական է Աստվածաշնչի։ Եթե ես չար եմ, չեմ սիրում ես մարդուն, իմ միջի չարությունն է խոսալու, սես վատ բան արա, հող խավայրը տվեց, ուրախանում եմ, չարությունն է դա։ Հասկանում եք, իսկ եթե ես տխրում եմ իր մեղքի վրա, սխալի վրա, անհաջողության վրա, եթե ես իրան ներում եմ, սիրում եմ, օգնում եմ, դա Աստված է խոսում, Աստված է ասում, արա դա։ Մենք սես պետք է զանազանենք սատանային ու Աստծու։ Գրված Աստվածաշնչի մեջ, կարծեմ Տիմոթեոսի թղթերի մեջ է։ Կարդանք առաջի Հովհաննես 4-րդ գլուխ 5-6 խոսքերը։ Լամեկի շինության համար։ 4-րդ գլուխ 5-6 խոսքերը։ Նրանք աշխարհքիցն են, նրա համար աշխարհքիցն են խոսում, եւ աշխարհը լսում է նրանց։ Մենք Աստվածանից ենք, ով որ ասուն ճանաչում է, լսում է մեզ, ով որ Աստվածանից չէ, չի լսում մեզ։
Սրանից ենք ճանաչում ճշմարտության հոգին եւ խաբեության հոգին։ Սա Հովհաննես Առաքյալն ասում։ Հովհաննես բնագրով թարգմանվում է Աստծո շնորհքը։ Եթե Աստծո շնորհքը, Աստծո առաքինությունը, Աստծո պատվիրանների կատարումը քո մեջ է, դու երկնքից ես խոսում, դու չես կարող մարմնավոր վրեժ լուծես, հայոյես, անարգես եւ այլ, ատես կա։ Որտեւ երկնքից ես։ Երկրի լինողները նորից նոր կարդացինք երկրի վրայից են խոսում։ Ոնց, մեր ճշտամինա պիտի սպանենք։ Հեննովա որ ինձ իսես բան ասեց, ես լուր պիտի մնամ։ Ես հիշում եմ մի օր այցելեցի մեկի տունը նոր հավատ ժամանակ, իմ մոտիկ մարդիկ էին, սրանք իմ վրան զարմացան, ասին հավատացյալ ես արկածիկ դարձել։ Որ լավ է ախպեր, արդեն չենք հարգի քեզի։ Ոնց մի երեսիդ խփեմ, պետք է մյուս երեսը դեմ տաս, ախպեր ես ինչ է։ Երկրից էին նրանք, չէին հասկանում երկրային այդ խոսքերը։ Հասկանում եք, դրա համար երկրի վրա լինողը երկրից է խոսում։ Կարդամ լավ, 2 Կորինթացիների 13:3-ն էլ ամենի շինության համար։ Ու երևի ավարտենք սրանով։ Քանի որ դուք ապացույց եք որոնում, թե Քրիստոսը ինձանով է խոսում, նա որ ձեր միջումը տկար չէ։ Պողոս Առաքյալն ասում, Կորինթացիներին, Կորինթոս նշանակում է մարմնավոր։ Մարմնավոր հավատացյալ sense ասած։ Հունարենից թարգմանվում է sense։ Պողոս Առաքյալը խոնարհության հոգին, Պողոս Առաքյալը թարգմանվում է խոնարհություն, պստիկ փոքր։ Խոնարհության հոգին մարմնավորներին Կորինթոսին ասում է դուք իմ մեջ բան եք մանգալի։ Քանի որ դուք ապացույց եք որոնում, թե Քրիստոսը ինձանով խոսում է։ Հələ ապացույց է։ Այդ դու խոնարհ ես, այդ որ խփեցին քեզի դու ձեն չանիր, աղոթեցիր իրանց համար։ Հələ այդ Քրիստոսն է խոսում, հələ ապացույց է ոնց։ Ապացույց եք մանգալի ասում։ Նա որ ձեր միջումը տկար չի, Քրիստոսը ձեր մեջն էլ տկար չի։ Այսօր սիրելի հարցնող, սիրելի քուրիս եւ եղբայրս, Քրիստոսը մեր մեջ տկար չի, մեր միջից էլ կարա խոսա։ Ինչի՞ չի խոսում։ Ինչի ես չեմ զանազանում չարի բարից, ինչի հարցիս չեմ կարում տանեմ կամ կիսուրից չեմ կարում տանեմ կամ մամուսնուս կամ կնոջս։ Ինչի համար չեմ կարում տանեմ, որտեղ չեմ ճանաչում Քրիստոսին։ Քրիստոսը շատ տկար է իմ մեջ, չեմ ընդունում Քրիստոսին իմ մեջ։ Իսկ Առաքյալը ստեղ ասում է, որ Քրիստոսը քո մեջ զորավոր է։ Զորավոր է, դու այդ օծությանը ընդունա, հասկացի, սերը քո մեջ զորավոր է։ Բայց սեր ունես, հասկացի սերը, ճանաչա սիրուն եւ ընդունա քո մեջ ու ինքը քո մեջ զորավոր է։ Եթե իմ մեջ զորավոր է սերը, ուրեմն իմ հետ խոսում է սերը։ Սերը ասում է, Հիսուսին ասեց խաչի վրայից։ Այդքան հալածեցին, այդքան տանջեցին, թքեցին իր վրա։ Շեպսակ դրին, մտրակաղենով այնքան էին ծեծես, այս արունը հոսում էր իր վրայից։ Ինքը ասու ձայնն էր հենց։ Ինքը չէր բարկանում դրա համար, ասեց հայր չեն հասկանում ները իրանց։ Հեճեղել է ձեր մեջ, որ երեխան թանկարժեք բաժակը գցե ջարդերա, դու չես գցե ոտերի տակ երեխուն ծեծե կամ շտրաֆ չես արե, միլիցա չես կանչե։ Որտեվ հասկանում ես, չի հասկանում այդ երեխան։ Լավ գիտակցում ես դու, որ ինքը երեխա է, դու էիր սխալ, որ երեխու ձեռը տվեցիր այդ բաժակը թանկարժեք վազը կան, որ ինքը ջարդեց։ Նույնը sense մենք պետքա տեսնենք դիմացինին, որ սխալ արեց։ Ինքը չհասկացավ, չի հասկանում որ անում է, որովհետև եթե ինքը հասկանար, չէր անել սխալը։ Եթե ինքը հասկանար իր միջի այդ հասկացողությունը, արդարություն գործել կտար իրան։ Բայց եթե չարությունա գործել տալի, արդեն խղճում ես դու իրան, սատանեն է օգտագործում իրան։ Այստեղ ի՞նչ է դուրս գալի, աղոթում ես իր համար, խնդրում ես հայր, ողորմություն արա իր համար։ Ու դու իրան արդեն բարի ձևով ես վարվում իր հետ, որ իր մեջ Քրիստոս ձևակերպես։ Պողոս Առաքյալն ասում է, ծննդկանի ցավ քաշեցի, մինչև ձեր մեջ Քրիստոս ձևակերպեցի։ Ծննդկանի ցավ ո՞նց էր քաշում, ինքը ամենածանր ցավն է ծննդկանի ցավը, մեկս էլ գիտենք։ Ո՞նց էր քաշում ծննդկանի ցավը։ Դիմացինի անարգանքը տանելով, դիմացինի հայոյանքը տանելով, ներելով, սիրելով, այս ցավերով էր բանանում ինքը վարվում։ Ինչի համար, որտեղ այդ ցավերը ասողը երկնքից էր, երկնային ձայնն էր իրան ասում, տար այդ ցավեր ինքը չի հասկանում։ Լռա, ներա, համբերա, սիրա իրա։ Սա է Աստծո խոսքը, սիրելի հարցնող, եթե դու նորից եմ կրկնում արդարություն ես անում, ուրեմն Աստվածա քո հետ խոսում, արդարություն արա։ Քո ներսի աշխարհով, քո հասկացողությունը, բանը մարմին եղավ ու բնակվեց մեր մեջ։ Քրիստոսը Աստծո խոսքը, սերը մարմինա դառնում, մեր մեջ բնակվելով մարմինա դառնում։ Մեր մարմնին օգտագործում է ընենց, ոնց որ երկնայինն է, ոնց որ ինքն է ուզում։ Երկրի վրա լինողները երկրավոր են մտածում։ Ամեն։
Մի խոսքով զանազան եք չարը բարից ու բարին ամուր բռնեք։ Ողջ առաքյալի խոսքերով ասած։ Աստված շատ օրհնի։ Մոտեցավ ավարտին։ Աստծո սիրելի ժողովուրդ, նորից եթե հարցեր կառաջանան, խնդրում եմ ուղղեք մեզ։ Սիրով կպատասխանենք։ Մնաք խաղության մեջ։ Ամեն։ Տերը օրհնի ձեզ։